Շնորհակալություն պարոն Սուրենյան, ինչպես արդեն ասացի եւ շատ շուտով ծրագիրը հասանելի կլինի բոլորին, բայց այս պահին կուզենամ լրատվամիջոցների մեր գործընկերներին ու մեր հայրենակիցներին ներկայացնեմ այն 10 կետերը, որոնք մենք մասնակցում ենք նախընտրական քարոզարշավին, մասնավորապես մեր 10 առաջարկները Հայաստանին։ Եվ այսպես երաշխավորված խաղաղություն, հավասարակշռված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, որը իրենից ենթադրում է բազմաթիվ ասպեկտներ եւ այստեղ բացառիկ եւ բացարձակ շահը հայոց պետության ու պետականության շահն է լինելու, միջազգային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածություն, բանակը որպես անվտանգության երաշխիք եւ բնականաբար հիմնաքարերից մեկը նաեւ տնտեսությանը վերաբերող մեր թեզերն են, մասնավորապես մրցունակ տնտեսություն եւ բարենպաստ հարկային միջավայր, որը իր մեջ ներառում է վարկային գերության ու բանկային ռեկետի բացառում, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն եւ սոցիալական համերաշխություն, հանրային համերաշխություն եւ քաղաքացիական նոր համակեցություն, մեր ծրագրի առանցքային եւ կարեւորագույն կետերից է տնտեսության զարգացման համատեքստում մեգանախագծերի իրականացումը Հայաստանի զարգացման համար, բնականաբար գյուղատնտեսության ոլորտի զարգացումը բազմիցս արդեն շեշտվել է թե կուսակցության նախագահի կողմից, թե քաղաքական թիմի անդամների կողմից, որ գյուղատնտեսությունը մեր համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է եւ բնական է, որ մենք շատ մեծ եւ ծավալուն հատված ունենք, հատկապես գյուղի զարգացմանը վերաբերող, շատ մեծ տեղ է հատկացված առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանն ու քարոզչությանը, մասնավորապես առողջ մարմնում առողջ հոգի ունենալու նպատակին հասնելու մասով, մեծ հատված նախատեսված է մեր հայրաքաղաքի Գյումրու զարգացման տեսլականին, մասնավորապես Գյումրին մեր երկրի հյուսիսային դարպասն է եւ Գյումրու զարգացումը մեր առաջնահերթություններից է, բնականաբար մայրաքաղաք Երևանի խնդիրները, դրանց լուծման մեր առաջնահերթությունները, գույքահարկ եւ մնացյալ բոլոր խնդիրների լուծման մասով մեր առաջարկները ներկայացված են եւ մեր ծրագրի 10-րդ կետը հանգուցալուծումը, այսպես ասած, միասնական հայկական աշխարհ ունենալու մեր տեսլականն է։ Ինչի է խորհրդանշական այս կետով մեր նախընտրական ծրագիրը ամփոփում, որտեղ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ անհանդուրժողականության, ատելության այն մթնոլորտը, որը ցավոք սրտի վերջին տարիներին արմատավորվել է մեր հասարակության մեջ, պետք է արմատախիլ արվի, որովհետև այդ ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտը բազմաթիվ խնդիրների հիմքում է ընկած եւ խոչընդոտում է թե երկրի, թե պետականության զարգացմանը եւ ընդհանրապես այդ ատելությունը մտել է նաեւ բազմաթիվ տներ, ընտանիքներ եւ փչացնում է շատ ու շատ հարաբերություններ։ Ծրագրի կետերից յուրաքանչյուրի մասին մենք առանձին խոսելու բնականաբար հնարավորություններ դեռ շատ կունենանք։ Ես այսօր չեմ ուզում թեմատիկ առումով ծանրաբեռնել թե լրատվամիջոցների իմ ընկերներին, թե մեր հասարակությանը։ Խոսք ուզում եմ սիրով փոխանցել Արման Աբովյանին, ով եւս ծրագրի դրույթներից մի քանիսին անդրադարձ կկատարի։ Համեցեք, պարոն Աբովյան։ Շնորհակալություն, բարև ձեզ հարգելի